Լիպարիցյանի հարցադրությունն այցի։ Պետրոսն ասում է ինչու է Ալիևը խոսում Սևանից։ Դե ասում է որովհետև եթե ուժեր կան, որոնք ռևանշ են տանելու այս երկիրը, ինքն ասում է մենք էլ ուրեմն Սևանը կուզենք։ Թուրքիայի հետ կապված նրա պնդումները իմ համար դրանք абսուրդ են։ Ոչ մի միջազգային հզոր փաստաբան չէր կարող Ադրբեջանին օգնել, նենց ոնց որ օգնում է այսօր հայկական իշխանությունը։ Քաղաքասարակությունից 5 հոգի գնացել էին Բաքու։ Ադրբեջանը սա օգտագործում է միջազգային բոլոր հարթակներում արդեն։ Քաղաքասարակության ներկայացուցիչները դարձել են իշխանության պրոպագանդիստները։ Ուղղակի սպասարկվում է ադրբեջանական օրակարգ, Ադրբեջանի շահեր, Արդեն իշքան են ինքնավստահ դարձել, իշքան են իրենց ամոթը եւ նույնիսկ վախը կորցրել։ Մենք ինչ ենք ստանալու, այ փորձագետներ, այ փորձագետներ ջան։ Ընկերներ, ողջույն, պլատֆորմ ոդքասթը շարունակվում է։ Այսօր շատ հետաքրքիր եւ զարմանալի երևույթի մասին ենք խոսելու։ Գիտենք, որ Հայաստանի քաղաքասարակությունից 5 հոգի գնացել էին Բաքու, դրանից առաջ Ադրբեջանի քաղաքասարակություն հորժորժվող միջավայրից էին եկել մեր մոտ Հայաստան։ Ինչ եմ ասում քաղաքասարակություն հորժորժվող, որովհետեւ սատկած փղին էլ է ակնհայտ, որ Ադրբեջանում չի կարող լինել քաղաքասարակություն, նենց էլ չի, որ մեր մոտ առանձնապես կա։ Դրա մասին շատ ենք խոսել, եթե չհաշվենք 1-2 արժանավոր մարդկանց, մնացածը, չգիտեմ, կամ բյուրոկրատներ են, կամ չգիտեմ, իշխանության պրոպագանդիստներ, բայց սա այլ թեմա է։ Եվ այսպես Հայաստանի քաղաքասարակությունից մի քանի հոգի գնացել էին Ադրբեջան, Ադրբեջանից բավականին ուշագրավ հայտարարություններ էին անում, ովքեր էին գնացել՝ Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Սամվել Մելիքսեթյանը, ու էլի մի քանի հոգի անունները չեմ հիշում, եւ ես կանալ հերիքա, որ հիշեցինք, այն որ կա երկխոսություն, ես դրան ընդհանրապես դեմ չեմ։ Լավ է, որ խոսում են, լավ է, որ գնում գալիս են, բայց իմ համար այստեղ մարդիկ կան, որ հենց բուն գործողությունն են արժևորում, պետք է խոսենք ասողները, բայց իմ համար այդքան ոչ այնքան բուն գործողությունն է կարևոր, թե այդ գործողության իմաստը, որն է, օրինակ ինչի մասին են խոսում, որոնք են այդ խոսակցության առանցքային հարցերը, ինձ թվում է էս է ամենակարևորը, բայց ինչևիցե լավ, հասկացանք, բայց ես մի հատ ուրիշ երևույթ բացահայտեցի ստեղ, որ մարդիկ արդեն իշքան են ինքնավստահ դարձել, իշքան են իրենց ամոթը եւ նույնիսկ վախը կորցրել, որ այդպիսի հիմա կասեմ ինչպիսի հայտարարություններ են անում մտածելով, որ հայ ժողովուրդը արդեն վերջնականապես բարոյազրկված է, ողնաշարը կոտրված է եւ իրենց ոչ մեկ չի կշտամբելու, չի քննադատելու եւ Հայաստանում դա լուրջ արձագանք չի ունենալ։ Խոսքը Արեգ Քոչինյանի ու մյուսների արած հայտարարությունների մասին է, որովհետեւ մենք այստեղ չենք տեսնում քաղաքասարակությունների հեքխոսություն։ Մենք այստեղ տեսնում ենք պրոպագանդիստական հմուտ աշխատանք ու փաստը նա, որ Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչները դարձել են իշխանության պրոպագանդիստները, իշխանության նարատիվներն են, խոսույթներն են առաջ մղում։ Հիմա էլ դարձել են Ադրբեջանի դեսպանները, Ադրբեջանի, չգիտեմ, ռետրանսլատորներ, Ադրբեջանի խոսքի Հաջիևի ուղերձներն փոխանցում։ Սա ինձ համար շատ անընդունելի ու զարմանալի փորձառություն ընդհանրապես այս վարքագիծը ու այդ Արեգ Քոչինյանի այդ ինքնավստահ արտահայտությունը, որ ով դեմ է Ադրբեջանի այդ խաղաղությանը, ոնց էր ասել, արկավորման գործընթացին, կամ գործակալ է, կամ քաղաքական ապուշ, այդ իդիոտ, այդ ինչ-որ մի բան էր ասել։ Սրիկա իդիոտ, չգիտեմ։ Նախ Հայաստանում չկա, ես չեմ հանդիպել գեթ մի քաղաքական ուժ, մարգինալների մասին չի խոսքը, որ ասել է ես դեմ եմ խաղաղությանը։ Սա Նիկոլ Փաշինյանի, Ժիրայր Լիպարիցյանի ու այդ քաղաքասարակություն կոչվածի սիրելի դիլեման է, որ դաշտը բաժանեն իրենց եւ մյուսների միջև, այսինքն իրենք խաղաղության ջատագովներն են, խաղաղության աղավնիներն են եւ կան ռևանշիստները, բայց ես ազնիվ խոսք ապրելով այս երկրում, աշխատելով այս երկրում, հետազոտելով այս երկրի քաղաքական միջավայրը, ես չեմ տեսել այդպիսի տարանջատում խաղաղության ջատագովների եւ պատերազմի ջատագովների այդպիսի տարանջատում ես չեմ տեսնում, հենց որ Արեգ Քոչինյանի ասածը կամ չգիտեմ, կամ դասական ապուշություն է, կամ էլ ինքը ուղղակի ազդեցության գործակալ է եւ, չգիտեմ,
ադրբեջանական խոսույթը բերում մտցնում է մեր երկրի դաշտ, ինչպես որ անում է այս երկրի իշխանությունը։ Նայ, այդ ադրբեջանական խոսույթի մեր երկրի բերելու բանը սա նորույթ չի, երբ որ Ալիևը ասաց, որ Սևան չի Գյոյչա կա քարտեզ որտեղ Գյոյչա գրված, ցարական քարտեզի մասին է խոսքը գնում։ Առաջինը մեկնաբանեց դա եւ արդարացրեց Ալիևի խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսինքն ինքը ասես պատմել նրա սոցիալ հոգեբանությունը, Արդարացրեց, մեկնաբանեց։ հա, մեկնաբանեց, այսինքն նայ դիվանագիտական պրոտոկոլով ընդհանրապես ընդունված չի որևէ պետության ղեկավարի խոսքը մեկնաբանի։ Ու կարա մեկնաբանի Ադրբեջանի որևէ պաշտոնատարան, ցանը որում ընտրված, այսինքն ԱԳՆ-նախարարը, նույն Հիկմետ Հաջիևը կարող երևի մեկնաբանել, բայց ոչ Նիկոլ Փաշինյանը։ Դրանից հետո հիմա փորձագետներն եկել են, ասում են Ժորժ ջան, բերել ենք ձեզ համար Հիկմետ Հաջիևի ուղերձներ, ախր ամոթ եք, գոնե Ալիևի ուղերձը բերեք, հա Ալիևի օկնականի ուղերձն եք բերել, լավ։ Բերել ենք ուղերձները Հիկմետ Հաջիևի, մարդու որ կազմակերպել է եւ ղեկավարել է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության դեմ դիվանագիտական հայատյացության վրա կառուցված դիվանագիտական եւ ռոպագանդայի ամբողջ գործիքակազմը ինքն է ղեկավարել Twitter-ից սկսած մնացած բոլոր վայրերում եւ արդարացրել մեր զինվորների գլխատումները, կինզինծառայողի մարմնի անդամահատումները, այդ բռնաբարություն, այդ այլանդակությունների հիմնական այդ մարմնավորում այդ մարդը եւ 150,000 հայ մարդու էթնիկ զտումը, այդ մարդու ուղերձը բերեն, ասում են ինքն ասում է մեր պատերազմն ավարտված է, կոնֆլիկտը ավարտված, ու մի հատ ուրախությամբ sense բանով որ Ժորժ ջան, բայց կներեք իսկ այդ կոնֆլիկտի եթե թեման Լեռնային Ղարաբաղը իրանց կողմից գրավելու մեջ էր ու էթնիկ զտման։ Եթե գրավել են էթնիկ զտման են ենթարկել։ Հայկական կողմը չի պահանջում ոչի բան։ Ինչ կոնֆլիկտ էլ բտիլներ իրանց համար էլի։ Հա, մյուսը, եթե կոնֆլիկտն ավարտված է, մեկը չարցրիկ, բա պարոն Հաջիևին կամ ընդդեմ որ տենեմ էիք, ինչ քարտեզով է Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունը ճանաչել։ Բա դուք չգիտեք որ Ադրբեջանը որևէ քարտեզով Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել։ Դուք անգիր գիտեք որ չի ճանաչել։ Բա դուք չգիտեք որ Ադրբեջանը ուզում է արևմտյան Ադրբեջան խոսույթով այդ նարատիվները զարգացնելով եւ զարգացրելը ադրբեջանցիներին բերի բնակեցնի Հայաստանում։ Իմ համար ամենավտանգավոր մասը գիտես որն է։ Երկխոսության իմաստով հիմա ես Վիեննայում հանդիպում եմ ադրբեջանի ներկայացուցիչներին։ Ռաունդներով հանդիպումներ են լինում, քննարկումներ, բաներ։ Մենք քաղաքական մասով, այսինքն քաղաքական ուժեր են։ Բայց այդտեղ գիտես խնդրեմն ինչն եմ ես տեսնում, որ Ադրբեջանի այդ մարդասպան պատերազմական հանցագործ Ալիևի եւ պատերազմական հանցագործ Հիկմետ Հաջիևի եւ այդ վերնախավին որ մեր իշխանությունը խոսք կա տվել որ պետքա Ռոմի դատարան դիմեր դատեր, այդ մարդկանց իրանք հումանիզացիայի process են անցկացնում, որ ոսկի մարդիկ են, լավ շատ, դες դավերն ես ջերմն ես հարաբերությունից շատ են, իրանք ուղերձն են բերել, մի հատ Պետրոսի եթերում այդ ուղերձը փոխանցենք բան, եւ այն ինչ որ մենք հիմա ասում ենք, սա նրա մասին է, որ հայկական շահերը դրված մի կողմ եւ հայկական շահերով Հայաստանի Հանրապետությունը նկատի ունեն, բացարձակ մենք չկանք այս process-ի մեջ այստեղ ուղղակի սպասարկվում է ադրբեջանական օրակարգ, ադրբեջանի շահեր եւ բնականաբար այո կլինեն գրանտներ, կլինեն ծրագրեր, այնտեղ բյուջեի հաշվին են գնացել, բայց այլ դոնորներ պետք է ներգրա, բազմաթիվ ծրագրեր կլինեն, բազմաթիվ դոնորներ կֆինանսավորեն եւ բազմաթիվ ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, արվեստի գործիչներ, լրագրողներ, բաներ սկսեն խմբային այցեր անել։ Ապագայում լինելու է սա, կարծես, սա անդառնալի process է։ Հասկանալի է։ Հա, սա լինելու է։ Երբ որ հայրաքելական եկեղեցին վերջնականապես կտապալեն Հայաստանում, նկատեմ են բուրգեն կառավարում այն համակարգը որ կա, նաև չեմ բացառում որ Ալաշուքյուր Փաշազադեի դելեգացիան է գաստեղ, եւ նաև այն եկեղեցականները, որոնք օրինակ հիմա անցել են իշխանության կողմը, նրանք էլ այցով կգնան այնտեղ։ Այդ սաղ կլինի, բայց շատ կարևոր հարց կա Մեսրոպ Մաշտոցի հիմնած դպրոցը եւ ընդհանրապես այն վայրերը, որ հազարամյաներով հայեր են ապրել, այդ վերջը ինչ է ալնել դրա վերջը։ Ասենք ինչ որ բան Հաջիևը դրա մասին ինչ որ բան ասել է, թե չի ասել։ Դե ռազմագերիներ կան ասում է դատարանում, հա մենք ասեցինք ուզում ենք տենանք, դե ասեցինք ուզում ենք բան անենք բան։ Ես ուզում եմ ձեր շահությունը հրավիրել, որ ես ուղղակել էի կարծես քեզ, որ հարցազրույց են տվել ադրբեջանական մի ալիքի իրենք եւ Ադրբեջանը սա օգտագործում է միջազգային բոլոր հարթակներում արդեն, առայն որ որևէ հայաֆոբիա, հայ էթնոսի նկատմամբ չկա եւ նայեք ինչ ջերմ շփումներ կան, այց կա, հետեաբար բացարձակապես սուտ է, որ մենք էթնիկ զտել ենք մարդկանց, ինքն հայկական կողմը,
հայ փորձագետներով, հայ քաղաքական գործիչներով, հայկական կողմ, հայկական պետությունը օգնում է Ադրբեջանին, սերիալներն իմացեք սա ասել։ Մեր պետությունը, մեր իշխանությունը օգնում է Ադրբեջանին, որպեսզի նրանք լվացվեն այն արյունից, որը թափել են պատերազմի ժամանակ եւ էթնիկ զտման մեղքը, հանցագործությունը իրանց վրայից սրբագրվի։ Ոչ մի միջազգային հզոր փաստաբան չէր կարող Ադրբեջանին օգնել, նենց ոնց որ օգնում է այսօր հայկական իշխանությունը իր փորձագետներով, բանով ովքեր որ կան։ Եվ միջարից ասեմ բանը Դանիել Յունիսյանը գնացել շուտ Factor TV եւ այն վերնագիր եմ կարդացել ու դուր ասում եմ այսպեսին էր ասում հա կեղծ ավելի լավ է կեղծ ադրբեջանական փորձագետների հետ շփվենք դե իրանք են ընդունում որ կեղծ են այդ փորձագետները Ադրբեջանի KGB-շնիկները նախագահ ինքը իսկական է բայց հա քան թե իրական զինվորի հետ կռվենք Ադրբեջանի պատերազմ եք ուզում նախ ես ուզում եմ ափսոսանք հայտնեմ առաջինորդին Արայք Քոչինյանի համար ու հայ երիտասարդ կրթված մյուս ռոպագանդիստների պես չի կիսագրագետ Իարդ ենք սովորել, ես իրեն գիտեմ, պայծառ մի հատ երիտասարդ, հասակակիցներ ենք, բայց գնացել ու հիմա ձեր նշած հայատյաց գործողության մի, չգիտեմ, շուրուպա դարձել, շուրուպի դերակատարությունը ստանձնել եւ իսկապես տպավորություն է ստեղծում, որ իրեն գնացել են այնտեղ ներկայացնում են Հայաստանը, հայ ժողովրդին, կոնֆլիկտը ավարտված է եւ այլն, եւ այստեղ նաեւ այդ հայ երիտասարդի այդ պատեհապաշտ տեսակն եմ էլի ուզում ընդգծել ինչի որտեվ դա այն տեսակն է որ արագ առանց հերուն նայելու առանց ապագայի մասին մտածելու կողմնորոշվում է ու տեղավորվում է օրվա կոնյունկտուրայի մեջ օրինակ այդ նույն երիտասարդները որոնք հիմա գնացել էին Բաքու 2020 թվականից առաջ շատ ինտենսիվորեն ոչ մի պապես այն ժամանակ ավելի երիտասարդ էին հնարավորությունները քիչ էին բայց էլի ինտենսիվորեն գաղափարական տեսանկյունից ինտեգրված են այդ օրվա կոնյունկտուրային, որն էր ոչ մի թիզականությունը, ասում են ոչ մի միլիմետր հող չեն, չէ՞։ Թողալիևը երաշխիքներ ներկայացնի, ով է ապահովելու անվտանգությունը, Արցախի անկախության մասին էին խոսում, այսինքն տեղավորված էին, գործում էին, լայքեր էին հավաքում, այդ նույն երիտասարդները այդ օրվա կոնյունկտուրայի համատեքստում։ Հիմա օրվա կոնյունկտուրան, այս դավաճանական կոնյունկտուրան, հա, այս դավաճանական միջավայրն է, պսևդո խաղաղությունը ամեն ինչի ուրացումը, սա է լայք բերում, ասեմ իմանաք։ Լայքա բերում բայց։ Իսկապես լայքա բերում։ Զարմանում եմ, բայց այդ ուրացությունը բանը, որտեղից է այդ լայքը։ Մարդիկ ուզում են ուրանան իրանց սրբությունները։ Չէ, ոչ թե ուրացումն է լայք բերում։ Բա ինչ։ Դա ռացիոնալ է, այլընտրանք չկա, պարտվել ենք, պետք է հաշվի առնենք, դա լայքա բերում։ Եվ հիմա ասենց արդյունավետ տեղավորվել են ստեղ, եւ ես ասում եմ, էլի ափսոս եք, մի մտեք դրա մեջ։ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ավարտվելու է։ Այն իդիոտ ռոպագանդիստները, որոնք կրթություն չունեն, որովհետեւ տաղանդ չունեն, կամ կվերջանան կգնան, չգիտեմ, Մոսկվաներում, Սոչիներում, Գլենդելներում, չգիտեմ, տաքսի կքշեն, բայց դուք ինչ եք ոչնչանում։ Սա վերջանալու է, պարոն Մարուկյան, այս Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ու այս շրջափուլը վստահաբար ավարտվել է, սրա մասին եմ ուզում խոսել։ Եվ այդ նույն Դանիել Յոսյանը էլի էս իմ ասացի տրամաբանության մեջ է էլի տեղավորվում։ Ընդհանրապես Դանիելը ու իր գործընկեր քաղաքասարակության մյուս ներկայացուցիչները Հայաստանում 2000 լավ ասեմ իրենց ակտիվության շրջանը սկսում է 2008-ից 2007-ից 2007-ից մինչև 2020 թվականը եղել են Հայաստանում պատերազմի քարոզի ամենաակտիվ ներկայացուցիչները այդ նույն Դանիելի այդ ինտերվյուի ժամանակ այդ իր ստատուսները բերում եմ Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ բանակցող իշխանություններին մեղադրված ցեղասպանությունը ուրանալու մեջ իր ստատուսներում։ Համը 10 տարի առաջ ա եղել։ Ադրբեջանի հետ բանակցությունները դատապարտում է։ Լավ, հիմա դա կարող է այդ նիկոլական այդ վարքագիծն է, չէ՞, որ տալի ամեն ինչ ոչնչացնում ավիրում ես, հետո ասում ես, հա, ես սխալվել եմ, ես սխալ հայրենասեր եմ եղել, հիմա ճիշտ հայրենասեր եմ։ Հիմա էլ այդ նույն մարդիկ եկել տեղավորվել են մյուս ծայրահեղության մեջ, մի գժությունից եկել են մյուս գժություն ու ասում են դե լավ ավելի լավ կեղծ քաղաքասարակության հետ խոսամ քան թե տեսնեմ բանը ադրբեջանական զինվորին եւ ես ուզում եմ ասել Դանիել ջան ամենայն հարգանքով անձնական ոչինչ չկա բայց դու նույնքան կեղծ քաղաքասարակություն ես նույնքան կեղծ փորձագետ ես որքան քո ադրբեջանցի գործընկերները իրանք էլ են կեղծ դու ավելի կեղծ ես որովհետեւ դու իրանք ամբողջ աշխարհը գիտի որ ադրբեջանցի փորձագետները կեղծ են բայց դու չես ավելի կեղծ որովհետեւ ներկայանում ես որպես իրական որովհետեւ ապրում ես եւ գործում ես կեղծ ժողովրդավարության պայմաններով հիմա խոսում ես կեղծ խաղաղության մասին
ոչ վաղ անցյալում լինելով պատերազմի հրցիկ։ Դուք ուղղակի չեք պատկերացնում ինչ քայքայիչ քարոզություն են իրանք տարել Հայաստանում այդ թվականներին Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Օրինակ նույնը չեմ կարող ասել Բորիս Նավասարյանի մասին, մեր ավագ գործընկերն է։ Եվ ես գինեմ ինչ-որ կարմիր գծեր ունեցող մարդ, հա։ Իրան բան չեմ ասում ամենայն հարգանքով։ Գիտես, նաև այստեղ ուզում եմ ասել, որ ես էլ եմ ՀԿ սեկտորում եղել, աշխատել, իրավապաշտպան գործունեություն եմ ծավալել, այդպես կապ չունեցել Ադրբեջանի հետ։ Ադրբեջանի հետ ես այն կապն եմ ունեցել շփման իմաստով, որ Արթուր Բադալյանի գործով առաջին գործն ընդդեմ Ադրբեջանի ես հաղթել եմ Եվրոպական դատարանում, որ Արթուր Բադալյանը հաղարծին բնակավայրի բնակիչ գնում է Տավուշի անտառներ սունկ հավաքելու, նա առևանգում են եւ 18 ամիս խոշտանգում ադրբեջանական բանտերում։ Այդ գործը մենք հաղթել ենք Ադրբեջանի դեմ։ Մինչև հիմա Ադրբեջանը փոխհատուցում չի վճարում Եվրոդատարանում Եվրոպայի խորհրդում արդեն հարուցված վարույթ կա Ադրբեջանի դեմ, բայց դե հիմա այդ, հա։ Հիմա դա է եղել իմ առնչությունը, բայց շփվել եմ բոլորի հետ, այդ թվում Բորիս Նավասարյանի հետ, Դանիել Յունիսյանի հետ, Արեգ Քոչինյանը ՀԿ սեկտորում նոր մարդ, հա։ Բայց ուզում եմ ասել, որ նաև այստեղ շատ կարևոր բան կար, լավ, փորձագետների հանդիպում։ Այն մա դա էլ դիտարկենք։ Ինչ է նշանակում փորձագետ։ Մարի բառը բացենք, էլի։ Մարդ, որը որ ունի գիտելիք եւ փորձ այն ոլորտի վերաբերյալ, որի վերաբերյալ ինքը սկսել է խոսալ, շփվել, բան ասել, բան բացատրել, մեզ ասել, թե մենք այս հարցը ոնց պետք է լուծենք, չէ՞։ Հիմա այս մեծ հարց ունեմ, ասենք Նիկոլ Փաշինյանը ձևավորել է մի հատ խումբ, որի այդ հանդիպումները արել, այդ հանդիպումների մի մասին ես եմ ներկա եղել, ու անունը դրվել է այդ մարդկանց փորձագետներ։ Նրանց մի մասը լրագրողներ են, անկեղծ լինենք, էլի։ Մի մասը ՀԿ սեկտորի ներկայացնող, ովքեր պահում են իշխանական ռոպագանդայի թեզերը։ Հիմա հարց ունեմ, եղբայր, դուք խաղաղության գործընթացի թե գիտելիքի եւ փորձի իմաստով որտեղից եք փորձագետ։ Օրինակ մեր հարգելի ԱԳՆ-ում եք աշխատել, բանակցություններին եք մասնակցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, Ռոբերտ Քոչարյանի հետ եք եղել, Սերժ Սարգսյանի հետ եք բանակցություններին մասնակցել։ Գիտելիքի իմաստով ասենք ինչ կոնֆլիկտների ուսումնասիրությունների վրա հիմնված ձեր թեզերը, որ մենք պետք է հանձնվենք, սա ինչ կա տանկ թուրքերին, Ադրբեջանին, բան։ Որ ինչն է, ինչ որ դուք փորձագետ, որ գնացել եք Ադրբեջանի KGB-շնիկներին հանդիպել, որպես փորձագետ, դրանք էլ ասում են մենք ենք փորձագետ։ Հա, ու տես խոսում ենք, որ այո, Աբու Դաբի հանդիպումը փոխեց իրավիճակը, Աբու Դաբի թե Դոհա է, չեմ հիշում։ Աբու Դաբին կամ էս սենց եղավ, դրանից հետո Վաշինգտոնը, հետո Թրամփը էս ասավ, նա այն ասավ, մենք սենց ենք տեսնում, մենք նենց ենք տեսնում, եւ այս ամբողջ կոնտեքստում Զելենսկին չպետք է համաձայնվի 28 կետերին, բաց ասած, ընկեր դուք, ով եք դուք, ովքեր եք, դուք եթե Զելենսկին չպետք է համաձայնվի, Խիա Նիկոլը պետք է համաձայնվի։ Գոնե նարատիվը մի տեղ պահեք, որտեղ Զելենսկին պետք է համաձայնվի, չպետք է համաձայնվի, դե Նիկոլն է չպետք է համաձայնվի, գոնե թեզերը ճիշտ պահեք։ Իսկ Զելենսկուն արեմուտքը աջակցում է ըստ իրանց։ Եվ ինքը չպետք է համաձայնվի Պուտինի պայմաններին։ Հարց։ Հիմա Ալիևի թեզերին խի պետքա Նիկոլը համաձայնվի, որին էլի ես ձեզ արեմուտքը աջակցում։ Կարակ բացատրեք, կարա տարբերությունը որն է, որ խի ենք մենք անդադ հանձնվում, նրանք չէ։ Կարակ ասեք ինչն է տարավ, եթե ճիշտ է որ մենք հանձնվենք, Զելենսկին խի չպետք է հանձնվի։ Կարակ բացատրեք։ Կամ Զելենսկին բանակցություններով հասել է նրան, իր ուպորստվայով ռուսերեն ասած, չգիտեմ, պերված լինելով հայերեն չի, իմացած լորեցու, որ հա անվտանգության երաշխիքներ է ստանալու։ Մենք ինչ ենք ստանալու, այ փորձագետներ ջան։ Ես դրա համար այս վերջերս մտ տեսանյութ նկարեցի, որտեղ ասում եմ, մտ հանգստացեք, այստեղ Հայաստանում չարախնդացողներ կան։ Այո։ Ուկրաինայի վրա, ասում եմ, Ուկրաինան չի կապիտուլացվում։ Ինչի ենք մենք ուզում որ մեզնից շատեր ուզում որ Ուկրաինան կապիտուլացվի, որտեղ ինքներս մեզ կապիտուլյացիայի ենք ենթարկել, ինքներս մեզ նվաստացել ենք, ինքնանվաստացել ենք, ինքնաոչնչացել ենք, չոքած վիճակում ենք եւ չենք ուզում միակ ու եզակին լինենք, ուզում ենք ուրիշներ մեր պես, բայց չէ, Ուկրաինան չի կապիտուլացվում։ Նույնիսկ եթե Թրամփի ծանրագույն պայմանները ընդունի, բայց ես ուրիշ բան եմ ասում, նրանք ովքեր ուզում են Ուկրաինան չկապիտուլացվի, խեն ուզում որ մենք կապիտուլացվենք, եղբայր այդ չեմ հասկանում, գոնե թեզը ճիշտ պահեք, թե հա, ասեմ ոնց են փորձակը դառնում, օրինակ հիմա դուք ներողություն, 1000 ներողություն, դրա օրինակ կբերեմ։ Լավ, իմ վրա բերեք։ Հա, օրինակ մենք ենք անում, դա։ Մի քանի անգամ եկեք մոտս հարցազրույցի, ես դες ներկայացնեմ, չգիտեմ, ռազմավարական հարցերով փորձակետ։ Հետո որ ես տենց անեմ, այսինքն ԶԼՄ-ները մարդկանց ձևավորում են, ես գործընկերներս սկսեն տենց ներկայացնել։
Ու տենց դուք կդառնաք ռազմավարական հարցերով փորձագետ, բայց այդ երիտասարդներից մեկը ուրիշ ճանապարհով է փորձագետ դարձել։ Դե երբ որ այդ հեղափոխություն կոչված եղավ 2010 թվականին, աշխատանքի անցավ անվտանգության խորհրդում որպես մամուլի խոսնակ, հետո ինքը այդ մի տարի թե ինչքան աշխատեց եւ մտածեց, քանի որ ինքը անվտանգության խորհրդում է Հայաստանի Հանրապետության աշխատել, այլևս ռազմավարական հարցերով փորձագետ է եւ կարա Այսի մեր անվտանգության խորհուրդ, որ անվտանգության խորհրդում, որի քարտուղարը իր հարսանիքը Շուշիում արի։ տենց է։ Այդ անվտանգության խորհրդում է եղել։ Պարմարական։ Չէ, դուր։ Հա, լեմդ նայք Հաջիևի։ Ջոգմես, այսինքն նայ գեներալ Մանվելը անգամ չգնացել Շուշիում ամուսնանա, էլի որ ասենք ինքը կար, էլի այդ գծի մեջ էր։ Ասենք լավ ախպեր, որ ինչ, ջոգմես ինչ փոփոխություն է, էլի որտեղից որտեղ է։ Հանդգնության որ լեվելից, հա, հանձնվելու որ լեվելն է։ Հասկանում ես, ասենք գնաս, ասենք տենց են դառնում փորձագետ, բայց ժողովրդին բացատրեն, որ լինել փորձագետ նշանակում է տվյալ ոլորտում փորձ եւ գիտելիքներ ունենալ, եղբայր, ասենք փորձ, այ շոր մարդիկ ասենք ով որ գնա Պետրոսի մոտ չի կարելի փորձագետ։ շատ մեծ փորձառություն, աշխատանք է ոլորտում, այսինքն այդ ոլորտի բանն էլի, սպեց, այսինքն դրանով զբաղվել ես, գիտես, ամեն ինչին տիրապետում ես։ Դե հիմա պատահական չի որ առաջին նախագահը ասում էր Ղարաբաղի հարցում կա, Ղարաբաղի հարցին փորձագիտական մակարդակով տիրապետում են 5-6 հոգի, այսինքն այն մարդիկ են, ովքեր աշխատել են Օսկանյանը, Քոչարյանը, Սերժ Սարգսյանի անունը չէր տալի դեպ։ Լսի, դե մի ասես առաջին նախագահ, մի հատ թեմի որպես դուր առաջին նախագահի կողմնակից ուզում եմ քո հետ խոսամ։ Վիճեմ քո հետ մի քիչ։ Նա առաջին նախագահի նախկին խորհրդական է եւ հատուկ հանձնարարությունով դեսպան է եւ իր օրոք փոխնախարար աշխատած մարդը 91-ից 97 թիվ 6 տարի 7-6 Ունդեղ արդեն նախագահի հրաժարականն է գալիս էլ իր հրաժարականից մինչև սեպտեմբեր է եղել նախագահը փետրվարին հրաժարական է տվել գնացել է Պետրոս Ղազանի հյուր խոսքում են Ժիրայր Լիպայցյանի մասին հարգարժան պատմաբան Ամերիկայում դասախոսում է Միացյալ Նահանգներում ապրում եւ ինքը ասում է որ Թուրքիան բայց չի ուզում մեզ ոչնչացնի Թուրքիան ինչ խնդրեմ ունի այս Հայաստանի հետ ոչ մի Դեռ Պետրոսն ասում է, ոնց չունի, ցեղասպանություն ասում, բայց ցեղասպանությունն ինչ կապ ունի այս երկրի հետ։ Այսինքն այս երկրի բնակության եթե 70%-ը ցեղասպանության սերունդների ժառանգներ են, ու մարդում ես որ դեցեք ասում Ղարսից, Իգդիրից, չեմ հեր, ասենք, հասկանում ես, Անիից, պապերը որտեղից են, ասում ես Հայաստանը կապ չունի, լավ, գնացինք, այս կապ չունի։ Հետո ասում է, բայց սահման բան, դե ասում ախպեր բլոկադա էր, նախագահ դիմեց, ծորեն եկավ ասում։ Դե ասում հետո Քելբաջարը գրավինք, փագին ախպեր։ Քելբաջարը գրավել է 93 թվին, իշ ուշադիր։ Հիմա ես 93 թվին եղել եմ 12 տարեկան կարպիս։ Սա մասին լայվ եմ արել, բայց ուզում եմ ստեղ քննարկենք։ Դու փորձես պաշտպանել իրանց թեզերը։ Եթե կարաս։ Իրանց ում։ Ժիրայր Լիպարյանի։ Ժիրայր Լիպարյանի թեզերը կապ չունեն առաջին նախագահի թեզերի հետ։ Okay, լավ։ Փորձի լավ։ Ես ինչ կապ ունեմ, որ Քելբաջարը գրավել են։ Եթե ինքը իմ եկել է, ասում է, սա սխալ է եղել, խաղաղություն է մեզ պետք։ Այդպես սխալ է եղել չգրավեիք մեզ այնց ինչ եք ուզում։ Լսի, զինանշանը, մեր զինանշանը 91 թվականին ընդունել է որպես զինանշան, ճիշտ է։ Վրեն Արադ լերը նույն տապանը։ Ինքը եղել է դեսպան, փոխնախարար եւ իշխանության հետ եղել, որ ընդունել է այդ զինանշանը։ Հիմա այդ զինանշանի տակ ես մեծացել եմ, եկել են ասում Արադ լերը պիտի հանենք վրից։ Ախպեր ինչ եք ուզում մեր սերունդը եք նվաստացնում, կարակ բացատրեք։ Պարոն Մարոկյան, Ժիրայր Լիպարյանի ասածների հետ կապված շատ դժվար է։ Ճիշտ, կոռեկտ մեկնաբանություններ գտնելը, որովհետեւ մի կողմից ես չեմ ուզում սուր քննադատության ենթարկել հարգելով այդ մարդուն ամենայն հարգանքով 80 տարեկան մարդ է ինչ բայց ես ունեմ լուրջ հակասություններ արդեն մի քանի տարի Իսկ որոնք են դրանք Ժիրայր Լիպարյանը դրանք Թուրքիայի հետ կապված նրա պնդումները իմ համար դրանք աբսուրդ են կներես մի բան ասեմ հիշացնեմ դրան արձագանքի ասում եմ 30 տարվա երկիր ենք մի հատ թուրք զինվոր մտել է Հայաստան Ու չի ասում էլի որ այդ ժամանը մենք չենք պահում։ Այդ մտքերը ինձ համար իսկապես վիճահարություն եւ իմ մոտ մեկ տպավորություն է ստեղծում, թե ես լսում եմ, չգիտեմ, Թուրքիայի արտգործ նախարարության հայկական բաժնի աշխատակցի ելույթները 1000 ներողություն, հաշվի առնելով մարդու ամբողջ ներդրումը մեր պետության կայացման գործում եւ այլ արտաքին քաղաքականության եւ այլն, բայց իմ մոտ այդ տպավորությունն է ստեղծում։ Ասում 200 տարի սիմվոլների համար կոտորվում ենք։ Բայց մեր պատմության մեջ երբ մենք որևէ սիմվոլի համար գնացել ենք պատերազմ։ Գիտեք, պատմաբան ես, խնդրում եմ ասա։ Ասենք Արադ լերան համ ասում մեր զինվորը պիտի մեռնի։ Դե ով ասե որ Արադ լերան մար գնա մեր զինվորը։ Ես էլ նայեցի, ճանապարհին այստեղ գալուց Լիպարյանի հարցազրույցը նայեցի։ Իհարկե ճշմարիտ ձևակերպումներ կան,
Բայց նաև տպավորություն է ստեղծում, որ ինքը ինչ-որ մի եթերային, դրախտային իրականության մասին է ստեղծում, որտեղ ամեն ինչ լավ է, ահա, ժողովուրդ ջան, մուտք են գործել, Եդեմի դրախտ, խաղաղություն, ոտքով ամուր հաստատվել են, իհարկե ճիշտ բաները ասում է, իհարկե չի կարող ասել, ինքը այն մարդկանցից է, որ իրանք կարա փորձակետ անվանի։ Հա ինքը փորձակետ է։ Մի քննարկում իրական փորձակետ։ Բայց իր ելույթի առուծի բաժինը էլի 1000 ներողություն, բայց դեմագոգիա է եւ պոպուլիզմ, ես ինչի համար այս խոսքի սկզբում ասեցի, իրանց ձեռնտու է, իրանց թեզերը ապացուցելու համար ներկայացնել երկու կողմ, սև ու սպիտակ, այսինքն իրենք խաղաղության ջատագովներն են եւ կամ պատերազմի ջատագովներ։ Իրանց դրույթները այս չար ու բարի պայքարը ցույց տալով է ապացուցվում եւ ճշմարիտ դուրս գալիս։ Բայց ես նորից եմ ասում, Հայաստանի քաղաքական դաշտում նույնիսկ դաշնակցությունը հիմա պատերազմի մասին չի խոսում։ Նույնիսկ դաշնակցությունը։ Ես չեմ տեսել նա ուշ։ Ես մի բան էլ էլի ասեմ, ու այնպես այդտեղ ինչ-որ մատ միֆեր են ստեղծվել, որ դրանց հիմա բոլորը կուրորեն ապրիորի հավատում են։ Այնպես չէ որ 21 թվականին Քոչարյանը ընտրվեր, պատերազմ էր լինելու։ Ես վստահ եմ որ պատերազմ չէր լինելու։ Դե ինքը եթերում նաև, ասեմ, կարծես, ասма Պետրոսն ասում է ինչու է Ալիևը խոսում Սևանից, դե ասում է որովհետև եթե ուժեր կան, որոնք ռևանշի են տանելու այս երկիրը, ինքն ասում է մենք դե ուրեմն Սևանը կուզենք։ Ինքն էլ արդեն սկսել Ալիևի խոսքերը։ Հա, ասում է բացատրել։ Դա ասում է Ալիևը արևմուտքի հետ է նաև բանակցում, ասում է այստեղ կպատերազմեմ, իմ ուզած բաները տվեք ինձ, ասես բաներ ասում։ Գիտեք ինչին է նման, օրինակ ես եւ դուք արդեն պարտներներ ենք։ Եվ քաղաքական ոդկասթի եւ այլն ընկերությունը դնենք մի կողմ, գիտեք ինչին է նման, ոնց որ դուք միտեղ մի եթերում սուր ելույթ ունենաք ու ինչ որ տես անթույլատրելի ինչ որ ատելության մա դրվագ արտահայտեք դուք։ Հետո ձեր խոսքը մեղմելու համար ես գնամ ասեմ, դե գիտեք, պարոն Մարուկյանը ժողովուրդ ջան, այդ նկատի չուներ, հանգիստ էլի այդ նկատի չուներ, ինքը իրականում այդ չի։ Դու ինչ ճանաչելով ասես այդ չի նկատի ունեցել։ Հիմա Լիպարիցյանը, Փաշինյանը, Արեգ Քոչինյանը նույնը անում են Ալիևի համար, ասենք իրար բանը ասում են դե ժողովուրդ ջան, այդ նկատի չուներ, այդ խի Արեգ ջան, որ ասում է ուղղակի ռուսական քարտեզների մասին է խոսել, այդ Ալիևը Երևանից դարձավ տենց ռուսական քարտեզների պատմական գիտակ, հա, տենց ինքը տենց թուլություն ունի ռուսական քարտեզների նկատմամբ, տենց մնում է, գնում է ակադեմիայի 80-ամյակին ու սկսում է խոսալ ռուսական քարտեզներից, Ալիևը ռուսական քարտեզների փորձագետ է, տենց անկապ ուզում է սկսում դրա մասին խոսալ, ինչ է խոսում։ Իսկ դու ասես ինչի համար է դա անում։ Տակը բանկա չէ, ինչի համար անում։ Ինչի է խոսում ցարական քարտեզ։ Դա Ալիևը ինչի համար անում։ Պարզ է որ չի ընկալում որ այդ լիճը Սևանա։ Իրա գիտնականներն էլ ակադեմիայից գիտնական չի, ռոպագանդիստներն հանձնարարում որ ապացուցեն որ դա Գյոյչա է, այլ ոչ թե Սևան։ Ու Արեգը, մյուսները, Նիկոլ Փաշինյանը, Ժիրայելի Պարիզյանը, բանը մեր եթերներում ասում են ժողովուրդ ջան, տենց չի, սենց է, այս սենց ասեց, էս պա, մի քիչ մի սերեք, ախր մի էնի արա, մի։ Մի բան արեք, այդ մարդը լավ մարդ է, այդ բեխերով մարդը։ Հայաստանում չկա ռևանշի կուսակցություն։ Ես չեմ տեսնում։ Բա Ժիրայելի Պարիզյանում նկատի ունես, բայց ռևանշիզմը հետ գա, դե ասում է ախպեր, ասում է բան կլինի, բան։ Ժիրայելի Պարիզյանը նախ էստեղ չի կարող օբյեկտիվ լինել, որովհետև կան կարող են ենթադրել, որ ինքը գործընթացի մասնակից է։ Չէ, վստահաբար ինքը գործընթացի մասնակից է, ես իմ եթերում չի կարող օբյեկտիվ լինել, եւ Նիկոլ Փաշինյանի դավաճանական քաղաքականությունը լեգիտիմացնելու համար պետք է որպես այլընտրանք ներկայացնել ընդդիմությանը որպես ռևանշիստ։ Այսինքն ժողովուրդ ջան, եթե չլինի այս Նիկոլ Փաշինյանի դավաճանությունը, լինելու է ռևանշ, լինելու է պատերազմ ու ընդդիմության մեջ էլ նույնիսկ այդ ամենածայրահեղ ազգայնականները որ առաջ տենց փրթում թափում էին, Բաքու էին հասնում, չային խմում։ Հա, Պլոչիկով տղա չկա, ելնի ասի հայ էս ռևանշիստ եմ։ Չկա, այտենց մարդ չկա, ախր զարմանալին էդ է, որ պարզում այս երկրում նժդեհական չկար, պարոն Մարուկյան։ Այսինքն սաղ սուտ էր այդ ռոպագանդան։ Սաղ սուտ էր։ Բայց հայական նժդեհյան ուժ չի, ասենք, նժդեհը բան տենց։ Չէ, չգիտեմ։ Ասում են հիմա շատ բանի է։ Ես ես նաև ինչ եմ բանում, որ ասենք, դա շատ է տարքիր է, որ նաև ընդդիմադիր դաշտում սա կա, որ օրինակ ընդդիմադիր ուժեր, օրինակ ասում են Trip-ին կողմ եք, դե ասում եմ, դե trip-ը արդեն եղած բան է, բան։ Խաղաղության պայմանագիր, դե խաղաղության պայմանագիրը եղած բան է, դե ինչ անենք, բան։ Դե ինչ ասում են, ասում եմ, ախպեր, բալա, ձեր տարբերությունը ո՞րն է Նիկոլի հետ։ Հեն անում էլի։ Եթե դուք նույն բանն եք ուզում անեք, ինչ որ ինքը, եք ուզում գաք իշխանությանը։ Պրոստը դուք անեք։ Հեն անում է։ Էդ էլ այստեղ կարևոր բան կա, որ ոչ մի իմաստով բան չեն էլի, չեն կարող անում։
Ունդ գիտելիքի պակասա, վախը այդ քո ասած պլոջիկն է, որ չեն կարողանում էլի նորմալ այլ ընտրանք կարողանան ներկայացնել, որ որն է իրանց ասած այլ ընտրանքը որն է։ Դրա համար է ռոպագանդան կրում այն։ Գիտեք Գրիպարյանի, Արեգ Քոչինյանի ելույթները ինչին եք նման։ Չեմ ուզում պատմության խորքերը մտնել, բայց ծայրահեղական համեմատությունը ես անելու եմ։ Կարող է շատերը ինձ դրա մեջ մեղադրեն, այն որ հայեղափոխական դաշնակցությունը կոալիցիայի մեջ է մտնում երիտուրքերի հետ, այդ կոալիցիայից անմիջապես հետո լինում է Ադանայի կոտորածը, հայերի բնաջնջումը քաղաքից։ Հետո իրենք դա չտեսնելու են սկսում տալ։ Ոնց են բայց տեսնում։ Այդտենց, բանը սկսում են մեղմել, սկսում են երիտուրքերի բանը այդպես բացատրել մեկնաբանել։ Հիմա սրանք իրենց այդպես են պահում։ Ամենայն հարգանքով։ Չտեսնելու ենք տալիս, որ եղել է Ադանայի կոտորած։ Ես նորից եմ ասում, հա միգուցե մենք ուղիղ Թուրքիայի հետ կոնֆրոնտացիա չունենք։ Անկախության շրջանում չենք ունեցել։ Այդ խնդրեմը Թուրքիայի հետ, բում խնդրեմը, պատմական խնդիրները դնենք մի կողմ, առաջացել է Ղարաբաղի հարցի շուրջ։ Թուրքերը իսկապես չեն մերժել, որ հայերը Ղարաբաղում ունեն ապրելու իրավունք։ Խնդրեմը սկսել է Քելբաջարից։ Շատ լավ, հիմա ես էլ ասում ախպեր ջան, դուք այդ Եվ չգրավենք Քելբաջարը։ Ես պարոն Լիպարյանին ուզում եմ հիշեցնել, որ Քելբաջարը գրավել է իր նախագահի, ում օգնական էին խորհրդական եղել է Հրամանով։ Չգրավեիք, դուք ճիշտ եք ասում։ Դե դե ասում ախպեր մեզանից ինչ եք ուզում։ Իմ քու սերունդից, մեզանից այն կողմ սերունդներից 4000 մարդը այդ մեր նույն սերունդից գնացել զոհվել է։ Ինչ եք ուզում, այ ախպեր։ Դուք գրավել եք, դուք հետ չեք տվել, դուք չեք բանակցել, դուք հրաժարական եք տվել Քոչարյանին բերել վարչապետ, հետո Քոչարյանը դառնա prezident, հետո Քոչարյանի հետ եք աշխատել։ Մեզանից ինչ եք ուզում։ Քոչարյանը բերելա Սերժ Սարգսյանին նա դառը prezident։ Ընկեր մեր սերունդներից ինչ եք ուզում։ Հետո Ժիրալի Պարիսյանի Արադ լեռան մար գնանք կարվեի։ Ախր մատելը, եկեք Ասեք ախպեր։ Ընկեր մեզանից ինչ եք ուզում, կարակ բացատրեք, հա։ Դե որ ասեցիք փորձագետ, ես ինձ կարամ կներեք անհամեստությունից, ես հայոց պատմության փորձագետ եմ, դիպլոմավորված։ Խնդրեմ ասեք դուք ձեր փորձից։ Ցույց տվեք հայոց պատմության մի պատերազմ կամ մի Այդ իրավիճակ, է քեզ հարցը։ երբ որ եղել է պատերազմի ձգտում հանուն Արարատ լեռան կամ որևէ այլ լեռան։ Ասենք խաչակրած արշավանք դեպի Արարատ լեռը։ Ասենք լավ, դե հիմա պարոն Լիպարյան դե գրի տեղ եք դրել։ Հիմա ով է լեռան համար պայքարում կամ ցույց տվեք այն միակ տղամարդուն, Քոչարյանի լեզվով ասեմ, ով է այն միակ տղամարդը, որ ուզում է պայքարել կամ պատերազմել Արարատ լեռան համար։ Ասենք ինչ եք էլի խոսում, ինչ դեմագոգիա է։ Դա գիտես ինչն է բանան, որ ախր ինչը բան եղավ, ես տես իրիկունը Facebook-ում բան եմ անում, տենց scroll եմ անում։ Նայում եմ կիսվում են, Ալենն է կիսվել, Արամազն է կիսվել, Չերմուղի պետ բանը։ Այդպես բոլորը կիսվում են։ Դիտեք, նայեք, հզոր հարցազրույց է, նայեք, տեսեք ինչ ասում, շատ խելացի բան, ասի լավ։ Ասի գիշերը նայեմ, վստահ եմ դե ինչ ալնել, նյարդայնանալու եմ չքնեմ, ասի լավ առավոտը նայեմ, ու պետքա ոդկասթը նկարենք։ Ու առավոտը նայեցի ու նաև եթերային արձագանքել արեցի։ Բայց եղբայր ասածս ինչն է, որ այդտես ներկայացվում այլի որ նայեք, ահա ինքն էլ ասավ։ Բայց եղբայր քիչ էիք 18 թվին Ժիրալի Պարիսյանին լսում, գնայիք այդ բանը խաղաղության պլանը անեիք։ Ժիրալի Պարիսյանը քանի հատ հարցազրույց է տվել, նաև ազատությանը։ Հա այդ եմ ասում, ինքն ասում սխալ են արել, ասում ինքը դա ասում։ Այդ հանուն արդարության։ Հա չանուն արդարության, բայց 18 թվի քիչ էիք Ժիրալի Պարիսյանի ինտերվյուները կիսվել։ Ալեն դու, Արամազ դու, Նիկոլ դու, բայց դնեիք ախպեր, հետ քիչ էիք ասում Սարդարապետա պետքա գնանք զոհվենք։ Այո մի հատ հեքիաթ կա, որ ասում Նիկոլ Փաշինյանն եկել էր, այդ անտատից գրում են։ Եկել էր պարլամենտ, ասում էր եկեք տանք հողերը, ասում դուք սաղով ասիք չէ։ Mən ասում ապե կարակ երթվեք որ տենց բան ա եղել։ Եվ չեն ինչ, ապե ես ինչ եմ անել։ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 27-ի ելույթը հատուկ տրանսլիրված եմ անում։ Դնելու եմ եթեր, որ տենց մի հատ մարդիկ նայեն։ Մարդը, ասենք, հասկանես ոնց կարելի է մարդկանց մանիպուլացնել, խափել։ Բայց դու չասիր ելույթ չունեցար, ասիր օրինակ ամեն կլնում պետք է այս հարցը լուծվի։ Պատերազմ, ասենք պատերազմը սկսվել է, կառավարությունը ռազմական դրություն է հայտարարել։ Ամբողջական զորահավաք եկել է պարլամենտ։ Ճիշտ է։ Ձեռ է կառնում։ Ժիրալի Պարիսյանը ճիշտ է ընդունում այդ սխալը։ Նաև գրել է դրա մասին, պատրաստից առաջել է ասել, որ հա սխալ են արել, բայց այդ սխալի մասին հիմա խոսման է։ Ոնց է դա բան ա եղել է էլի։ Իսկ կներես որ ինքն սխալ են արել նույն իշխանությունները։ Ո՞վ ասե որ մի ճիշտ են անում։ Դա էլի։ Չէ, մի հատ մեկը թող հա նույնք ասած Դանիել Յունիսյանի գիծնավորը դե մենք վատ հայրասեր ենք բան տենց։ Ասենք ով է մեզ այս սերունդներին մեծացրել այս մտքերով։ Այսինքն մենք ասում Արադ լերը մեր ինքնությունը դիշ կապ ունի։ Ասում մամա մարդիկ են որոշում ծովն է ինքնություն սարքն բան։ Մենք իշ կապ ունենք, ասում ավետարանը տես բան կա գրած։
Ախպեր ջան, դե որ տենց է 91 թվին ինչի համար եք մեր զինանշանի վրա դրի արած լերը։ Արագացը դնեիք, պարոն Լիպայցյան, արագացը դնեիք ընկեր։ Ձեր իշխանությունն է այդ զինանշանը ընդունեց, որպես զինանշան։ Խեք ախպեր դրել է զինանշանը։ Ինչ եմ ես դրա տակ մեծացել, ինչ եկեք ինձ ասեմ, արի հանենք, ես ասում եմ, չէ, դուք ասում եք, հա։ Թուրքերը տենց են ուզում, մտը մենք այդ թուրքերի ասացի ռետրանսլյատորներն ենք ստեղ։ Կարակ բացատրեք, ապա մեր սերունդներն ինչ եք նվաստացնում։ Սխալ եմ ասում, կարծես սխալ ես ասում։ Ոնց որ թե ես եմ գնացել Քելբաջարը գրավե, մելեկերին ասում, բանա։ Պարոն Լիպայցյանը այդ մոլորության կրողն է, էլի, որ ոչինչ, ինչ եղել է ամեն գնով հասնենք խաղաղության։ Ոչինչ, ամեն գնով։ Հասել եք էլի։ Հա, եթե դա է խաղաղությունը, հասել։ Գիտեք, հիմա որ sense խոսում ենք, հանկարծ մարդկանց մոտ տպավորություն չստեղծվի, թե ինչ որ իրողություններ մենք հաշվի չենք առնում, Չէ՞ դա հաշվի առնելով ենք ասում։ հաշվի ենք առնում։ Չներ այդ իրողություններ, բացարձակ ուրիշ բանի մասին խոսում։ Հասկանալի է, որ սա պետություն է եւ պետությունը պետք է առաջնորդել ըստ միջավայրի առանձնահատկությունների։ Եվ չենք ասում էլի որ Էդմոն Մարուկյան վաղը դառավ վարչապետ, չգիտեմ, ցին հեծնելու է Քուրտիկ Ջալալին ու գնա հասնի Բաքուտ, ասենք։ Իրանք ուզում են անպայման մեզ տենց բաներ վերագրեն։ Պարզ է, հա, մեզ ցանկացած դիմախոսի, հա։ Բայց ինչի է իմ ու ձեր հետ իրենց համար դժվար բանավիճել, որովհետեւ մենք այդ գժության կրողը չենք ու երբեք չենք եղել։ Ընդհակառակը 2020 թվականից առաջ մենք էինք ուզում կանգնացնենք իրենց խելագարությունը։ Դե բայց եմ ասում էլի։ Լսի, ամսի հոկտեմբերի, եթե չեմ սխալվում, 1-ին կռիվը սկսում է սեպտեմբերի 27-ին։ Հատուկ նիստը 27-ին է։ Զանգում եմ Արադ Միրզոյանին, ասում եմ գնանք Ղարաբաղ։ Ինքը ԱԺ նախագահն է, ես ֆրակցիայի ղեկավար եմ։ Ասում է, սպասի մի օր, ես քեզ ասեմ։ Սպասում եմ, հաջորդ օրն եմ զանգում։ Ինչ ենք անում, սպասի մի օր, ես քեզ ասեմ։ 2 օր անց, 2 օր անց զանգում ասում եմ, նայ, ես որոշել եմ գնամ, բայց ամեն մարդ իր ռիսկով, որտեվ պատերազմ է։ Բանս եմ, ախպեր, ես եմ քեզ առաջարկել։ Ինչ արագ ինձ ասում ես, որ դու գացես քու ռիսկով, բարձր ես իմ ռիսկով եմ գալի, դե գնում ենք, ու գնում ենք, լսի։ Գնում ենք Ղարաբաղ, դե արդեն դեղ ով ինձ գլուխը ստենում է, դրա մասին եթեր եմ, այ։ Ով գլուխը ստենում է, ասում այսօր եկեք, ինչ եք անում։ Դե ինքը գնում է բունկեր, մենք բունկեր չենք մտել։ Մենք ազգային ժողովի բանում ենք։ Ով տենում ասում այսօր եկեք, դուք կարևոր մարդիկ եք, պետքա Նիկոլին համոզեք, գնա կռիվը կանգնացնի, բան չի ասում, ոնց կռվի 5-րդ օրն է, ամբողջ ռոպագանդան հաղթելու ենք իմասին, հա։ Դուք էս ինչ եք ինձ ասում։ Բոլոր գեներալները, հրամանատարները, քաղաքական գործիչները, ԱԺ բոլորը, հասկանում ես։ Սես Պոլոզասը ասում ախպերս ինչ է կատարվում, մեկի ասում է, հա, հետ եմ գալիս։ Մի քանի օր անց ես հետ եմ գալիս, հետ եմ վերադասում, գնաց տեից։ Ավտոմատ ենք ստացել, բան որ գնանք կռիվ էլի։ Բոլորը ասում են, ինչ որ գնացեք ախպեր, գնացեք կռիվը կանգնացրեք։ Մեզ ավել մի մարդ ավել ավտոմատով պետք չի։ Գնացեք դուք քաղաքական գործիչներ գնացեք միջազգային կառույցներին դիմեք, բան արեք։ Ձեր վարչապետի հետ աշխատեք, կռիվը կանգնացրեք։ Այսինքն կռիվը հաղթելու մասին խոսակցություն չկա։ Գալիս եմ հետ կարպիս։ Պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում, ես դրվագը պատմում հաղորդումը ավարտենք։ Հոկտեմբերի 6-ին ամբիոնի ձերույթ եմ ունենում, ասում եմ, ես Ղարաբաղից եմ եկել, ցաներ ավիճակը բան, փառք է, մեր զինվորներին կռիվը գնում է բան, բայց մեզ անհրաժեշտ է փակ հանդիպում։ Խորհրդի կազմում, խորհրդում ԱԺ, որտեղ ես կարելի գնայի առանձին Փաշինյանի հանդիպել, բայց ուզում եմ գա խորհուրդ ինստիտուցիոնալ լինի, էլի, ԱԺ խորհուրդ։ Ու ամսի 12-ին գալիս է խորհուրդ, 11-ին կամ 12-ին։ Այդ պայն զորաբնակցականն է, եթե չեմ սխալվում, Ժնևում բանակցում է առաջին հրադադարը, որը դե չի եղել, չի պահվել։ Գալիս է, ասում ենք, պարոն վարչապետ, ո՞րն է մեր պլանը, էլի։ Այս տարածքներն այլևս մերը չի գրավել են ու ԹԿՊ պատգամավորները չգիտեին, մեզանից են իմանում։ Ինձանից։ Վարչապետն ասում է, հա, ծանր ավիճակը շատ։ Ասեմ, ո՞րն է մեր պլանը, ասեմ մի րոպե։ Ռացիոնալ պլան է ասա, էլի, ռացիոնալ։ Ասում ռացիոնալ պլան չկա։ Սարդարապատ ասա։ Սարդարապատի ժամանակ ոնց ենք ռեսուրսները հավաքել։ Մենք արդեն մի 4-5 անգամ բացատրել ենք։ Հա մենք մի 4-5 անգամ բացատրել ենք, որ քանի պատմությունը չի իմացել, թե ոնց է եղել Սարդարապատը ռացիոնալ է, հրաշք չի։ Ռացիոնալ կռիվ է, դա հրաշք չի, այդտեղ հրաշք են ուզում։ Ու ասում եմ, դե որ տեցա պետքա կանգնացնել, պետքա ձև գտնել, գնալ խոսալ կանգնացնել։ Եվ այս իմաստով այդ որ ինչի ես հիշեցի, ես պատմեցի ես դրվագը, որովհետև Կարպիսն ասում է, այդ խելագարությունը, իսկ խելագարությունը այն էր, որ ամեն օր լայվ էին անում, գոռում էին, որ սա Սարդարապատ է, ով տանը կասկա ունի թող վերցնի գա կամ ջոկատներ ձևավորեք։ Ուրեմն դա իշ ասնեմ։ Նիկոլ Փաշինյանը դիմում է բոլոր քաղաքական ուժերին, որ ջոկատներ ստեղծեն, գնան կռիվ։ Ես հայտարարում եմ, որ Լուսավոր Հայաստանը ջոկատ չի ստեղծելու։
որովհետև մեր բոլոր անդամներին արդեն առաջ օրը կոչ էին կարել, բոլորը զինվորագրված էին։ Եվ ֆունդամենտալ սխալ բանա, այտենց ջոկատ քաղաքական ուժերի ջոկատներ սարքել, դա պարակտում է։ Կա զինված ուժեր, գլխավոր շտաբ, բոլորս պետք է կռվենք այդ գլխավոր շտաբի ներքո, որից հետո ես ինչ անում։ Սկսում են բոլոր քաղաքական ուժերի ջոկատներին մեղադրել փախնելու մեջ։ Այդ գործիչները ասած որ դու իզի իմաստու մարդ ես։ Մենակ դու այդ արի, ընդ որում պոպուլյար չէր, քեզ ասեմ, բոլորը ինձ հայոյում էին, ոնց դուք ջոկատ չեք կազմում, ասում ժողովուրդ սա մանիպուլյացիա, սա խապկան կա, մի խապվեք։ Ով կա լուսավոր Հայաստանից արդեն ամսի 27-ից գնացած է։ Որտե ջոկատ, ինչի համար ջոկատ, ինչ ջոկատ։ Քիչ ներվանացած եմ, մի հատ էլ էդ հիշացրեցիք ջոկատ։ Էդ էլ ասա ու փակին լավ։ Ասենք գիտեք ինչ ասեցի ծաղալ, որ ազգային ժողովի նախագահը գնում է ֆրոնտ։ Դե ֆրոնտ չի գնացել է։ Ֆրոնտը, հա, պատերազմական գոտ ինչա։ ու Արարատը մինչև վերջը ոնց որ մնաց բանում։ Արայիկ Հարությունյանի հետ մնաց այդ բունկերներ։ Հա, եղավ։ Իհարկե Լիպայցյանի եւ մյուսների ելույթների վերաբերյալ էլի կարելի է խոսել։ Օրինակ մի դրվագ կա այս Լիպայցյանի ելույթը այդպես ռացիոնալ է թվում պետականության դիրքերից, բայց ամբողջությամբ ողողված է միֆերով։ Օրինակ այնտեղ Ռուսաստանի մասը կար, որ լրիվ սուտ էր։ Ինչ ասել է Ռուսաստանի մասին սուտ էր։ Ես կուզեմ դրա մասին առանձին խոսենք, միգուցե ոչ այսօր։ Եվ իրենք ամբողջ կյանքում իբրև թե պայքարել միֆերի դեմ, ռազմահայրենասիրական միֆերի դեմ, ու ինքը միֆ է ցանում։ Իրենք տեղով, այսինքն չգիտեմ, այդ միֆերի հատ շղթա են, հա, հրապարակնել, որոնք իսկապես քայքայիչ միֆեր են, բանականությունը քայքայող կազմալուծող միֆեր են ու ես այս հարցազրույցը Բաքու գնացած մերոնց այդ ելույթները համարում եմ ամոթալի, իսկապես ամոթալի, ու այնտեղ կան իսկապես ինձ համար մարդիկ, որոնք վերջացած մարդիկ չեն։ Դու դեռ հույս ունես։ Տաղանդավոր մարդիկ եմ համարում, առնվազն երկուսին, ու չի ուզենա որ թաթախված լինեն այդ ամեն ինչի մեջ։ Օրինակ կան քաղ հասարակությունից լիքը մարդիկ, որ վերջացած են։ Իշխանափոխություններին կան փոխտալ, որ գնա, չգիտեմ, գլենդելում ապրի, բայց մարդիկ կան, որոնց պետք չի տենց վերջացնել խաչ քաշել իրենց վրա։ Ես դեռևս հավատում եմ Ես ուզում եմ քո լավատեսությամբ փակենք։ Բայց ամոթալի է այդ ամեն ինչ որ կատարվում։ Կարպիսի ամոթալի լավատեսությամբ փակենք, ես աղոթում եմ։ Եվ ժողովուրդ ջան, այսօր այսքանն էր, խնդրում ենք կիսվել YouTube-ով, միանալ YouTube-ի ալիքին, միանալ Կարպիսի YouTube-ի ալիքին եւ տարածել այս նյութերը, որովհետեւ ինչպես դուք տեսնում եք, այդ նույն Պետրոսը չի հրավիրի մեզ հարցազրույցի, որ մենք էլ մեր մոտեցումներ ասենք։ Պետրոսը տարածեք, որ մարդիկ Պետրոսը սկսել է չնկատել մեզ, այլ չի արել։ Դա Պետրոսի խնդիրն է։ Պետրոսը չի նկատում, բայց հազարավոր, հարյուր հազարավոր մարդիկ դիտում են։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։